Վերջո լսեք այդ հաղորդումների մեկնաբանությունները եւ հենց այս հարցի շուրջ ես ցանկանում եմ իմ հարթակում տալ հստակ մեկնաբանություն։ Նրանք, ովքեր տարակարծ կլինեն ինձ հետ կամ կունենան տարբեր քաղաքական հայացքներ, խնդրում եմ այս հարթակը մարտի դաշտ ռինգ չվերածեք, այստեղ այդպես անպարկեշտ մեկնաբանություններ կամ վիրավորական արտահայտություններ մեկը մյուսի հանդեպ ուղղակի չգրեք։ Հնարավոր է, որ ձեր քաղաքական հայացքները չհամընկնեն իմ կանխատեսումների հետ, բայց դա չի նշանակում, որ ես աստղաբանորեն չպիտի կանխատեսում անեմ։ Ես համարձակ եմ եւ ես գիտեմ այն կանխատեսումները, որոնք որ պետք է անեմ, դրանք կատարվելու են։ Իսկ համարձակությունը դա մարսմոլորակն է, որը իմ քարտեզում բավականին ուժեղ է դիրքավորված, եւ ես կփորձեմ տալ հավանական թեկնածուի կամ թեկնածուների անունները, որոնք առավել շատ ձայներ կհավաքեն։ Հետո արդյունքները կամփոփենք միասին ես եւ դուք ընտրություններից հետո։ Սիրելի հետևորդներ, հունիսի 7-ին է տեղի ունենալու համապետական ընտրությունները, առավոտ 8-ի դրությամբ արդեն դռները բացվելու են, կարծում եմ, միշտ այդպես է լինում։ Ինչ ենք տեսնում այդ օրվա քարտեզում, որ ասցենդենտը խեցգետնում է, Վեներան Յուպիտերը երկու բարեգործները նրանք առանց ասպեկտների են, հեչ դա լավ չէ, որովհետև հնարավոր է, որ ժողովրդի հիմնական մասը չմասնակցեն ընտրություններին։ Ինչու, որտեղ երկու բարեկեցության մոլորակները խեցգետնի կենդանակերպում օգնող հանգամանքներ չունեն։ Հնարավոր է, որ ժողովուրդը հիասթափվեց է, հնարավոր է նրանք կարծում են, որ բարեկեցություն կարող է չլինել, երկու բարեկեցության մոլորակները այստեղ մենակ գլխիկոր կանգնած են։ Խեցգետնի մոլորակը լուսինը գտնում է ձկների կենդանակերպում, այստեղ կրկին լուսինը բարդ դիրքեր ունի, լուսին Ուրան քառակուսին, հնարավոր է, որ նույնը կասեմ ես ձեզ, որ ժողովուրդը կարծես թմբիրի մեջ է, այստեղ հեղափոխական հայացքները այդ օրերին առավել ակտիվ կլինեն։ Փորձենք ըստ հերթականության դիտարկել քարտեզները։ Շատ հավանական է, որ առավել ձայներ հավաքեն 3-4 հոգի։ Ես Արեգ TV-ում մեկնաբանություններ եմ կատարել, կանխատեսումներ եմ կատարել, առավել ձայներ կարող է հավաքեն Նիկոլ Փաշինյանը, Սամվել Կարապետյանը, հաջորդ թեկնածուն դա Գուրգեն Սիմոնյանն է, նա հնարավոր է այսպես երրորդ տեղում կարծում եմ, որ Գուրգեն Սիմոնյանը, բայց նաև Ռոբերտ Քոչարյան եւ ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը նրանք կարող են հավակնել երրորդ տեղին։ Եկեք ըստ հերթականության դիտարկենք, հասկանանք